այս պահը հայտնի չէ նրա գտնվելու վայրը։ Բժիշկը միշտ ասում եմ կյանքա փրկում Աստծո առաջ պատասխանատու լինելով, դատավորը կյանքը կարող է այդ պահին մարդու ուղակի խեղել։ Քննչական մարմնի դռները փակ են։ Նրա գրառման մեջ որևէ արատավորող տեղեկատվություն չկա։ Զանգում ես ընդհանուր բաժին իրենք տեղյակ չեն։ Արդյոք իրավաչափ էր բռնության հետ չկապված միջին ծանրության հանցանքի մեջ մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը ասֆալտին պարկեսնելու միջոցով։ Վերջին տարիներին կարծես թե օրինաչափություն է դարձել, որ պետքա անձանց ձերբակալելուց պարկասնեն գետիններին, տանեն եւ այլն։ Ես սա բնականաբար դիտարկում եմ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, որովհետև շատ դեպքեր կարող են լինել իհարկե դեպքեր, երբ որ դրա անհրաժեշտությունը կա, եւ հասարակությունը ինքն էլ կգիտակցի, որ կար դրա անհրաժեշտությունը անձին պարկացնել ասֆալտին, բայց դրանք բացառիկ են այդ դեպքերը եւ այս պարագայում ես նվաստացուցիչ վերաբերմունք եմ համարում դա, առավելևս նկատի ունենալ, թե ում են նրանք պատրաստվում ձերբակալել, այսինքն ձերբակալում են փաստաբանին, որին ես շատ վստահ եմ, որ եթե նրան հրավիրեին հարցաքննության, ինքը անձամբ կգնար կներկայանար եւ նրան ուղակի այդպես ձերբակալելու անհրաժեշտություն ընդհանրապես չկար, առավելևս նվաստացնելով, գետնին պարկացնելով։ Այսինքն գետնին պարկացնելու նպատակը հենց նվաստացնելն էր կոնկրետ պարագայում, հենց իր խոսքի հետ կապված եւ մենք պետք է արձանագրենք, որ այստեղ կա մի քանի իրավունքների խախտում, այդ թվում նաեւ խոսքի ազատության սահմանափակում, որովհետեւ ինքը խոսել է եւ այո, կարող է քննադատական խոսք է ասել, բայց իր քննադատական խոսքը ուղղված է նախ պաշտոնյաներին եւ պաշտոնյաներն էլ պետք է պատրաստ լինեն լսելու քննադատական խոսքը, կա համապատասխան նախադեպեր Եվրոպական դատարանի, որտեղ շատ հստակ սահմանված է, որ անձը պետք է, երբ որ նա պաշտոնյա է դառնում, նա պետք է պատրաստ լինի քննադատական խիստ խոսք լսելու եւ տվյալ պարագայում ուղղակի պաշտոնյաները ցույց տվեցին, որ իրենք պատրաստ չեն այդ խոսքը լսելու, իրենք իրավունքը ընդհանրապես չեն գիտակցում, չեն հասկանում եւ իրենք պատրաստ են այլ իրավունքներ խախտել։ Facebook-յան գրառման մեջ Կոչուբաևը անդրադառնում է հոգին սատանային վաճառած քննիչներին, դատախազներին, դատավորներին, նշելով, թե նրանց պատիժը երկնային է լինելու։ Քրեական գործ է հարուցվել նշված անձանց մասին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու մասով։ Սա իրավաչափ է։ Բնականաբար ոչ, որովհետև այս հոդվածը ընդհանրապես համատեղելի չէ նրա հետ, ինչ որ կատարվել է։ Ինչ վերաբերում է ընդհանրապես տեղեկատվության տրամադրման, տեղեկության ինչ տեղեկատվության մասին է ընդհանրապես խոսքը, եթե այստեղ նույնիսկ կա վիրավորական խոսք, այո, կա վիրավորական խոսք, միգուցե, բայց դա քրեորեն պատժելի հանցանք չէ, այն ինչ որ կատարվել է, որովհետև դա կարելի է հիմնավորել, բայց մեզ համար անհասկանալի է, թե ինչն են նրանք համարում, կոնկրետ այս հոդվածով մեղադրանք առաջադրելուց, ես շատ ուրախ կլինեի, եթե ես մասնակցեի դատական նիստին, որտեղ որ կուզենայի լսել այդ քննիչին, թե ինչպես էր նա պատճառաբանում, թե այդ ինչ տեղեկության մասին է ընդհանրապես խոսքը, որովհետև այստեղ չկա որևէ տեղեկություն, այսինքն սատանային հոգին վաճառելու մասին է խոսքը։ Հիմա ասում ենք, որ դա ճիշտ է կամ սխալ է սատանային վաճառել կամ չի վաճառել, այսինքն ակնհայտ է, չէ, որ այստեղ խոսքը դրա մասին չի։ Ուստի ես գտնում եմ, որ ակնհայտ ապօրինի է նրա ընդհանրապես մեղադրանք առաջադրելը եւ առավել եւս կալանավորելը։ Գյումրիում բերման ենթարկվեց, ապա ձերբակալվեց քաղաքապետարանի դիմաց կանգնած ձեռքերը վեր պարզած փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Ոչ իրավաչափ վարքագիծ կար փաստաբանի գործողություններում։ Դա ինչ որ մենք տեսնում ենք եւ դա հասարակության աչքի առջև է եւ կան փառքաստու կան կադրեր, որտեղ հստակ երևում է, որ անձը որևէ ոչ օրինաչափ վարքագիծ չի դրսևորում։ Անձը օգտվում է հավաքի ազատության իր մասնակցության իրավունքից եւ որևէ մեկը իրավունք չունի անձին ասելու թե ինչու դու այստեղ գտնվում կամ չես գտնվում եւ անկախ նրանից թե դա իշխանությանը դուր գալիս թե չի գալիս, որովհետեւ այո ոչ մի հավաք էլ դուր չի գալիս իշխանություններին, եթե իրենց կազմակերպածը չի, բայց դա չի նշանակում, որ անձանց պետք է ազատությունից զրկել։ Հոկտեմբերի 15-ին քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության շենքը շրջապատվել էր ոստիկանության ծառայողներով, որոնք տևական ժամանակ թույլ չեն տվել փաստաբաններին մուտք գործել շենք եւ տեսակցել իրենց վստահորդներին։ Իրավական ինչ նորմեր են խախտվել եւ ինչ պատիժ է նախատեսված նման դեպքերում։ Ընդհանրապես անթույլատրելի է, որ թեկուզ 1 վայրկյան
1 րոպե փաստաբանը կանգնի եւ սպասի այդ մուտքերում իր պաշտպանյալին տեսակցելու, նրա հետ հանդիպելի առանձնատեսակցություն ունենալու համար։ Սա քրեորեն էլ պատժելի արարք է, նկատի ունենալով, որ սա փաստաբանական գործունեության խոչընդոտում է։ Ինչու սա շարունակվում է ընդհանրապես, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ, որովհետև մինչ օրս ես դեռ չգիտեմ դեպք, որ պատժված լինեն նրա համար, որ փաստաբանին չեն թույլ տվել մուտք գործել եւ իր պաշտպանյալին տեսակցել։ Եվ քանի որ մեկ անգամ պատասխանատվության չեն ենթարկվել, հիմա արդեն հասնում են նրան, որ բացահայտ են հայտարարում, որ թույլ չենք տալու տեսակցել։ Եվ սա կարծեմ հենց այն դեպքներ, երբ որ իրենք հայտարարել էին, որ թույլ չեն տալու, ոչ թե սպասեք, տեսնենք, թույլ կտանք եւ այլն, այլ որ թույլ չեն տալու մուտք գործել։ Այսինքն սա հանցագործություն է եւ քանի դեռ անձինք չեն պատժվել դրա համար, լինելու են անդադ այսպիսի դեպքեր։ Իրենք պետք է ուղղակի հիշեն, որ ինչ որ մի պահ էլ իրանց է պետք լինելու փաստաբան եւ փաստաբանին դրսում կանգնած են թողելու եւ ասելու են մի մտի իրենց մոտ արդեն։ Ինչու է իրավապահ համակարգը խախտում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով եւ միջազգային պայմանագրերով երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքներ, խոչընդոտելով անձանց իրավաբանական օգնություն ստանալուն փաստաբանի մասնագիտական գործունեությանը։ Համակարգում հիմա հայտնվել են շատ անձինք, ովքեր իրենք կայացած մարդիկ չեն, իրենք իրենց տեղը այլ տեղերում չունեն։ Եվ երբ որ նրանք հրահանգ են ստանում ապօրինություն կատարելու, նրանք մեծ ցանկությամբ դա կատարում են, եթե նույնիսկ իրենք դեմ են դրան, միևնույն է կատարում են, որովհետև իրենք գնալու տեղ չունեն։ Եթե մարդը կայացած է, ապա նրան շատ դժվար կլինի համոզել, որ ինքը ապօրինություն կատարի, որովհետև ինքը ուղղակի չի անի ապօրինությունը, կարող է դիմում գրել եւ գնալ, բայց եթե մարդը գնալու տեղ չունի, որովհետև ինքը չունի այդ գիտելիքները, չունի այդ հնարավորությունները եւ այլն, չունի այն մակարդակը, որ ինքը կկարողանա եւ այլ տեղ իրեն դրսևորել, ինքը կատարում է դա։ Բացի դրանից, ինչու այս ապօրինությունները շարունակվում են, որովհետև ցավոք սրտի, երբ որ Եվրոպական դատարանը կայացնում է բազմաթիվ որոշումներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ արձանագրում է խախտումները, բյուջեից մենք հարկատուներս ենք վճարումներ անում եւ չնայած երկար քննարկվում է այն հարցը, որ խախտում կատարած համակարգի աշխատողները պետք է եւ նաեւ դատավորները, նաեւ քննիչները, դատախազները, ովքեր այդ խախտումը թույլ են տվել, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, դեռևս չկա դա, երբ որ նրանք իրենց գրպանից կվճարեն այդ յուրաքանչյուր խախտման համար, երբ որ իրենք հրահանգ կստանան ինչ որ ապօրինություն կատարելու, իրենք շատ լուրջ կմտածեն դրա մասին, որովհետև գիտեն, որ մի քանի տարի հետո իրենք իրենց գրպանից են վճարելու այդ խախտման համար։ Վերջին դեպքերը վերլուծելով կարելի է պնդել, որ քաղաքացիներին իրավական օգնություն տրամադրողներին ու նրանց իրավունքները պաշտպանողներին է օգնություն ու պաշտպանություն անհրաժեշտ։ Ցավոք սրտի այդպես է հիմա։ Եվ ես կարծում եմ, որ մեր համայնքը պետք է համախմբվի եւ ես անկեղծ չեմ տեսնում դեռևս այդ լուրջ պաշտպանությունը հենց փաստաբանները իրենց եւ ես Փաստաբանների պալատի դերն էլ շատ կարևորում եմ այստեղ եւ չեմ տեսնում, որ Փաստաբանների պալատը ձեռնարկի այնպիսի միջոցներ, որ չշարունակվեն այսպիսի ոտնձգություններ։ Եղել են միշտ դեպքեր ոչ այս կարգի, ոչ այսպիսի ապօրինի ձերբակալություն, բայց եղել են որոշակի խոչընդոտներ եւ այլն տարիներ շարունակ, բայց պալատը կարողացել է դա կանխել։ Վերջի տարիներին ցավոք սրտի մենք չենք տեսնում այդ պայքարը ու ես համոզված եմ, որ եթե փաստաբանները կարողանան համախմբվել եւ կանգնել իրենց իրավունքների պաշտպանության համար, իրավիճակը այսպես չի լինի։